Ֆիթնես կոնտենտը երևի ամենաշատ ապատեղեկատվությունով լի կոնտենտն է։ Ես կատակ չեմ անում, երբ ասում եմ, որ ֆիթնես կոնտենտի մեծ մասը, որը դու տեսնում ես on-line, ճշգրիտ չի։ Ու երբ տարբեր ֆիթնես ինֆլուենսերներ շատ հաճախ իրար հակասող բաներ են ասում, միջին վիճակագրական մարդու համար շատ դժվար է դառնում հասկանալ, թե ով է վստահելի ու ում լսել առասարակ։ Որտեվ նույնիսկ երբ որ դու մարդուն ապացույցը ներկայացնում ես հետազոտությունների տեսքով, ինչը շատ քիչ մարդիկ են անում, այս հետազոտությունը, որը հիմնականում անգլերենով է, կարդալ, ճիշտ հասկանալ ու ճիշտ ինտերպրետացնել կարա երևի բնակչության ընդամենը 0.0001%-ը։ Ու հիմա ոնց միջին վիճակագրական մարդուն իմանալ, որ ֆիթնես ինֆլուենսերն է վստահելի։ Դե մի բան, որին ես խորհուրդ կտամ բոլոր մարդիկ ուշադրություն դարձնեն, այդ նյուանսն է։ Եթե մարդը միշտ խոսում է մենակ աբսոլյուտներով, օրինակ ասում է մենակ այս սնունդները սննդակարգից հանելով դու կարաս նիարես, մենակ այս վարժությունները անելով դու կարաս մկանաճացնես, կամ միշտ ուղղակի ասում է, որ մենակ մի ձև կա ամեն ինչի համար ու առհասարակ երբեք չի անդրադառնում կոնտեքստին կամ նյուանսին, այս ամենայն հավանականությամբ նշանակում է, որ ինքը բան չի հասկանում իր ասածից։ Որովհետև ամեն ասպարեզում ու ոչ միայն ֆիթնեսի, հավատացեք, որ ինչքան շատ ես սկսում ինչ-որ թեմա հետազոտել ու ինչքան շատ ես սկսում դրա մեջ խորանալ, այդքան ավելի լավ հասկանում ես, թե ինչքան այն կոմպլեքս է ու ինչքան շատ բան մենք դեռ ուղղակի չգիտենք։ Ու իմ կարծիքով սրա շատ վառ օրինակ այդ Էլ Կարնիցինն է։ Ամեն օր Instagram-ը թերթելուց իմ մոտ ինչ-որ ռեկլամ է բերում, որտեղ ինչ-որ ձյաձ փորձում է իմ վրա Էլ Կարնիցին նախդի, ու ամեն Q&A ժամանակ մարդիկ ինձ հարցնում են, ինչ կասես Էլ Կարնիցինի մասին։ Ու չնայած որ ես արդեն ամսից ավել է տարբեր հետազոտություններ եմ կարդում այս հավելումի մասին, ես երբեք այս հարցին չեմ պատասխանում։ Որովհետև բացի նրանից, որ որակյալ հետազոտությունների քանակը այս հավելումի մասին բավականին քիչ է, ես հասկացա, որ շատ բաներ մենք այս հավելումի մասին ուղղակի չգիտենք, որտեվ այս ուղղակի հետազոտված չի։ Բայց մենք օրինակ գիտենք, որ այն շատ վատ է յուրացվում, երբ որ դու այն ուտում ես, այլ ոչ թե սրսկվում, ու այս արդեն շատ մեծ խնդիր է։ Բայց սրա մասին օրինակ հենց չեմ լսել ոչ մի մարդ խոսա, որովհետև դե պարզ է, եթե մարդը քեզ փորձում է ինչ-որ հավելում ծախի, ինչի պետք է ինքը քեզ ասի, որ կարող է այս հավելումը ոչ մի էֆեկտ չունենա։ Նայեք, ես հասկանում եմ, բոլոր մարդիկ զբաղված են, ոչ մեկ չի ուզում գլուխ տնի ու հետազոտություններ կարդա, այլ մարդիկ ուղղակի ուզում են པարզ պատասխաններ ու որ իրանց ասես էս արա, էս ժամին, այսքան դոզայով եւ այլն։ Բայց ցավոք սենց մոտեցումը բերում է նրան, որ ամենապոպուլյար կոնտենտը դառնում է այն կոնտենտը, որը ամենապարզն է, բայց նաեւ ամենասխալն է, որովհետեւ մարդկանց չի տրամադրում կոնտեքստ ու նյուանս, ինչի պատճառով իրանք ամբողջական նկարը չեն կարողանում տեսնել։ Դրա համար խնդրում եմ մարդկանց ասածները հալած յուղի տեղ մի ընդունեք, միշտ եղեք սկեպտիկ ու տվեք ճիշտ հարցեր։